Հունիսի 13-ի լուսադեմին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքների, այդ թվում Թեհրանին, թիրախավորելով միջուկային օբյեկտներ։ Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում Հեղափոխական պահպանների կորպուսի հրամանատար, ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, այլ ռազմական գործիչներ, նաև 6 գիտնական։ Ժողովուրդն ինչպես առյուծ անունը կրող իսրայելական ռազմական օպերացիայի առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է. Իսրայելը Իրանին հարվածելով իր համար դառը եւ ցավոտ ճակատագիր է կնքել, որը հաստատ կտեսնի։ Իսրայելից հայտարարել են, որ թիրախավորել են Իրանի բալիստիկ հրթիռների գործարանները եւ ռազմական հրամանատարներին։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյուններ են հնչել նաեւ Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր գործարանում։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարում է, Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի դեմ հնարավոր չէին առանց Միացյալ Նահանգների համակարգման եւ հաստատման։ Քանի որ ԱՄՆ-ն այս ռեժիմի հիմնական աջակիցն է, այն եւս պատասխանատու է Իսրայելի հանցագործությունների հետևանքների համար։ Այս հարձակմանը պատասխան տալը Իրանի օրինական իրավունքն է, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Իրանի զինված ուժերը չեն հապաղի պատասխանել ագրեսիային իրենց իսկ որոշած ձևով եւ ամբողջ ուժով՝ ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախապես տեղյակ է եղել Իրանի վրա ծրագրված իսրայելական հարձակման մասին։ Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ։ Մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք, ղեկավարների մեջ կան մարդիկ, որոնք չեն վերադառնա։ Մենք հետևում ենք ցանկացած հնարավոր հակահարվածի, իսկ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը ամենաբարձր պատրաստվածության մեջ է։ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել եւ իրեն եւ Իսրայելին, եթե Իրանն արձագանքի։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն է հայտարարել, թե Իսրայելը միակողմանի գործողություն է ձեռնարկել, որին Միացյալ Նահանգները չի մասնակցել, քանի որ Վաշինգտոնի գլխավոր գերակայությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է։ Ամերիկացի դիվանագետի խոսքով Իսրայելը Վաշինգտոնին հայտնել է, որ այդ գործողությունները ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցներ էին։ Իրանական կողմը հաղորդել է Իսրայելի կողմից հարվածի ենթարկված Նաթանզի միջուկային օբյեկտում ճառագայթման մակարդակի աճ չի նկատվել, իսկ ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաղորդագրության համաձայն նաև Բուշերի ատոմակայանը հարձակման չի ենթարկվել։ Իսրայելը իր հերթին հայտարարել է արտակարգ պատրաստվածության դրություն, վախենալով Իրանի կողմից հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իրադարձություններն անվանել է Իսրայելի պատմության վճռորոշ պահ։ Իրանի դեմ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Իրանի ազատագրման օրը բռնապետությունից ավելի մոտ է, քան երբևէ։ Մենք հարվածել ենք Իրանի բարձրագույն հրամանատարությանը, միջուկային զենքի առաջատար գիտնականներին եւ միջուկային ենթակառուցվածքներին։ Իրանի դեմ պատերազմը կտևի երկար, բայց ես վստահ եմ, որ մենք կհաղթենք։ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները դատապարտել են Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Ըստ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության սա հատկապես վտանգավոր է բանակցային հաջորդ փուլի նախաշեմին, քանի որ սպառնում է ոչ միայն խաղաղագործընթացին, այլև տարածաշրջանային կայունությանը եւ գլոբալ խաղաղությանը։ Անկարան իսրայելական հարձակումը միջազգային իրավունքի խախտում է որակել, սա դրանք, որը ծառայում է Իսրայելի տարածաշրջանում անկայունություն ստեղծելու ռազմավարական քաղաքականությանը։ Բաքվում էլ մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից Իրանում իրականացվող ռազմական գործողություններով եւ կողմերին կոչ արել լուծել առկա տարաձայնությունները միայն միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Ժողովուրդն առույցի պես իսրայելական գործողությունը դառնալու է ռազմագիտության նորագույն դասագրքերի բովանդակության անքակտելի մաս, գրել է միջազգային ագետ Արմեն Պետրոսյանը։ Նա մասնավորապես նշել է, ըստ նախնական տեղեկատվության Իսրայելն Իրանի դեմ իրականացրել է ոսկերչական ճշգրտության աննախադեպ մասշտաբային բազմաշերտ ռազմագործողություն։ Դրանում ներգրավվել են միաժամանակ մի քանի պետական, քաղաքական եւ ռազմական կառույցներ։ Մինչև բուն ռազմագործողությունը Իսրայելն իրականացրել է այսպես կոչված մոլորեցման գործողություն, նպատակ ունենալով ստիպել Իրանի ղեկավարությանը միջազգային հանրությանը իսրայելական հասարակությանը հավատալ, թե հարձակում չի լինելու։ Այս գործողությունը ներառել է ԶԼՄ-ների եւ քաղաքական վերլուծաբանների մոլորեցում։
ինչը հնարավորություն է տվել Իրանին անակնկալի բերել։ Այս ծրագրում ներգրաված են եղել միայն մի քանի գաղտնի գործընկերներ, իսկ հայտարարությունների եւ բրիֆինգների արշավը, որի նպատակն է եղել ազդել Իրանում եւ Իսրայելում ընթացող քննարկումների վրա, համակարգել է անմիջապես Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Ըստ միջազգայնագետի Իսրայելի հետախուզության եւ հատուկ առաջադրանքների վարչության Մոսադի տրամադրած գերճշգրիտ տվյալների հիման վրա իրականացված այս գործողությունը տրամաբանական շարունակությունն է 2024 թվականի ապրիլին եւ հոկտեմբերին Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված օդային հարձակումների, որոնց հետևանքով էական հարված էր հասցվել Իրանի ՀՕՊ համակարգին։ Հաշվի առնելով իսրայելական ռազմագործողության աշխարհագրությունը, որն ընդգրկել է Իրանի տարածքի տարբեր հատվածներ, այդ թվում հյուսիս-արևմուտքը, Հայաստանի տեսանկյունից չափազանց կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում։ Գաղտնիք չէ, որ Իրանը Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ քայլերի զսպման հարցում կարևոր դեր է խաղում։ Ստեղծված իրավիճակը մեծացնում է ագրեսիայի ռիսկը։ Իրանի շուրջ սկսված նոր ճգնաժամի ու դրանում Ադրբեջան-Իսրայել գործակցության կարևորության մասին իրանագետ Արտյոմ Տոնոյանը հիշեցնում է ընդամենը 2 տարի առաջ իսրայելական Մոսադի նախկին տնօրեն Դանի Յաթոմի հարցազրույցը, որտեղ վերջինս անդրադառնում է Իսրայելի համար Ադրբեջանի դերին։ Ահա մի մեջբերում Յաթոմի պատասխանից։ Սկսենք նրանից, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են։ Դրանք կարևոր են հիմնականում այն հայեցակարգի պատճառով, որ մենք անվանում ենք Իրանի դեմ գործող թշնամական շրջանակի կառուցում։ Իդեմս Ադրբեջանի Իսրայելն ունի մի ընկեր, որը գտնվում է Իրանի հետ սահմանին, եւ որից այն կողմ ապրում են 20 միլիոն ադրբեջանցիներ, եւ որոնց կարելի է օգտագործել այդ պետությունը մասնատելու համար։ Այդ հանգամանքը Իսրայելին տալիս է Իրանի դեմ գործելու բազմաթիվ հնարավորություններ, սկսած կործանիչների լիցքավորման համար ադրբեջանական օդանավակայանների օգտագործումից մինչև Իրանից հետախուզական տեղեկատվության հավաքման համար Ադրբեջանի տարածքի լիարժեք օգտագործում։ Իսկ քաղաքագետ Վահե Դավթյանի վերլուծությամբ Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական գործիք, Հորմուզի նեղուցը եւ մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել այն Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում։ Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը Միացյալ Նահանգները։ Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկային է, հաշվի առնելով նրա լեգիտիմության սրընթաց անկումն ու ներքին լարվածության աճը։ Նախատեսված մի շարք չվերթներ Երևանից Դուբայ, Աբու Դաբի, Թեհրան, Թել Ավիվ եւ հակառակ ուղղություններով արդեն չեղարկվել են։ Թեհրանն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների պատճառով։ Իսրայելական հարձակմանը հաջորդած գիշերը թեժ է եղել արդեն հենց Թել Ավիվում։ Իրանը խոցել է բազմաթիվ կարևոր իսրայելական օբյեկտներ, ոչնչացրել 2 կործանիչ, գերեվարել 1 օդաչուի։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։